Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում հյուրընկալել եմ քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Հասմիկ Հակոբյանին։ Տիկին Հակոբյան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Տիկին Հակոբյան վարչապետը Մոսկվայում է աշխատանքային այցով Վլադիմիր Պուտինի հետ է հանդիպել, ասած երկու կողմից էլ, այսինքն հայտարարեցին, որ հարաբերությունները դինամիկ զարգանում է, բայց կարծես թե առևտրաշրջանառությունը որոշակիորեն իջել է եւ այս իմաստով նաեւ Վլադիմիր Պուտինը այս մասին խոսեց, վարչապետն էլ ասաց, որ այո, ինչով է սա պայմանավորված եւ արդյոք կարող ենք ասել, որ տնտեսական դիվերսիֆիկացիայի այդ process-ը արդեն սկսվել է եւ արդեն տեսանելի է նաեւ։ Հենց բալանսավորված քաղաքականության արտահայտություն է սա եւ եթե օրինակ տևական ժամանակ է ասում էին այ դուք ասում եք որ դուք մի կողմից կախվածությունը տարբեր կողմից կախվածության եք, հա, ուզում փոխարինեք, բայց միայն աճում է մի կողմից կախվածությունը նկատի ունենալով ուրեմն Ռուսաստանի Դաշնությանը, ԱՊՀ երկրների հետ մեր շրջանառությունը, բայց հիմա արդեն ոնց որ կատարած աշխատանքը իր արտահայտությունը գտնում է արդեն թվերի տեսքով եւ որպեսզի մյուս կողմերից եւս լինի որոշակի շրջանառություն, այսպես պատկերավոր ասած կախվածություն, ապա մի կողմից կախվածությունը պետք է մի քիչ իջնի եւ դրա հաշվին մյուս կողմից կախվածությունը աճի։ Օրինակ նախորդ տարի էլ ցուցանիշներ էին ներկայացնում Միացյալ Նահանգների գործընկերները եւ ասում էին, որ պատմական մինիմումի է հասցված ապրանքաշրջանառությունը նույն Միացյալ Նահանգների հետ, հա, եւ երբ որ մի կողմից շրջանառությունը սկսում է աճել, մենք էլ փոքր շուկա ենք մեծ հաշվով, ապա մյուս կողմից պետք է մի քիչ իջնի, որ մի քիչ բարձրանա, այնպես որ նորմալ է եւ պետք է այո բալանսավորել եւ բոլոր երկրների հետ ունենալ ապրանքաշրջանառություն, համագործակցություն, սա նաեւ տնտեսական անվտանգության կարևոր բաղադրիչ է։ Տիկին Հակոբյան, նաև վերջին շրջանում տեսնում ենք ռետորաբանության փոփոխություն Ռուսաստանի Դաշնության պաշտոնյաների կողմից եւ նաև վարչապետի վերջին այցելությունն էլ դրա վկայություններից մեկն էր, խոսակցությունները, այդ շփումները, ինչով է սա պայմանավորված եւ արդյոք նաև հանդիպման ժամանակ քննարկվել է վերջին իրողությունները օգոստոսի 8-յան ստորագրված փաստաթղթերը եւ Թրամփի ուղին մասնավորապես, որովհետեւ Ռուսաստանից նաև շատ են եղել հայտարարություններ, որ իրենք ուզում են մասնակից լինել Թրամփի ուղու այդ կառուցման առումով, արդյոք դա հնարավոր է եւ արդյոք Ռուսաստանը շահագրգռված է եւ ինչպես կարող է օրինակ ներգրաված լինել Ռուսաստանը այդ գործընթացում։ Հենց ամենասկզբում, երբ ստորագրվեցին օգոստոսի 8-ին փաստաթղթեր Միացյալ Նահանգներում, մենք տարբեր կենտրոններից այդպես մի տեսակ հակազդեցության սկզբում հանդիպեցինք, ինչը հասկանալի կարող է լինել նաև, սակայն երբ որ բացատրվում է նաև մեր գործընկերներին, ոչ միայն Ռուսաստանի Դաշնությանը, այլ Իրանի Իսլամական Հանրապետությանը, հատկապես մեր անմիջական հարևան երկրներին, թե որն է նաև իրենց շահը կապված Թրամփի ուղու հետ, ապա այստեղ երկրները միանշանակ է, որ տեսնելու են նաև իրենց շահը, որովհետև նույն Ռուսաստանի Դաշնությունը ունենալու է ցամաքային կապ օրինակ, Իրանի Իսլամական Հանրապետության հետ, ծոցի երկրների հետ եւ այլն, ինչպես նաեւ մյուս ուղղությամբ դեպի Ռուսաստանի Դաշնություն եւ նորմալ է, որ երկրները եւ ռացիոնալ նայեն եւ տեսնեն, որ իրենք էլ կարող են ունենալ այստեղ եւ մասնակցություն եւ առավելություններ կապված մեր առաջարկի հետ։ Եվ նորմալ է, որ տեսել են այդ իրենց առավելությունները, որովհետեւ մենք նաեւ հաշվի ենք առել տարածաշրջանի երկրների, այսպես ասած, շահերը այստեղ եւ մեր ցանկությունը ոչ թե այն է, որ միայն մենք եւ Ադրբեջանը օգտվենք այս խաչմերուկից, այլ տարածաշրջանը օգտվի խաչմերուկից, տարածաշրջանացրով նկատի ունեմ նաև մեր մեծ տարածաշրջանը, ներառյալ Ռուսաստանի Դաշնությունը։ Տիկին Հակոբյան, երեք նաև հետաքրքիր պատկերի ականատես եղանք, երբ որ վարչապետը մեկնում էր Մոսկվա, Մոսկվայում հայ համայնքի ստվար զանգված հիմնականում մեծ մասը հոգևորականներ Հայաստանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա էին անում, քանի որ անհամաձայնություն ունեն հատկապես Միքայել Աջապայանի դատական վերդիկտի հետ, այստեղ մայրաթորնել է նման հայտարարություն արդեն տարածել։ Դուք որևէ կապ տեսնում եք ուղղորդման առումով եւ օրինակ Մոսկվայում եւ Ռուսաստանում առհասարակ հաճախ չէ, որ մենք բողոքի ակցիաների ականատես կլինենք, այս բողոքի ակցիան ինչի մասին է խոսում։
Սամվել Կարապետյանին ազատություն չէին մաղթում Ռուսաստանի Դաշնության Շեշտը Միքայել Աջապահյանն էր։ Միայն Միքայել Աջապահյանն հետաքրքիր է։ Դե գիտեք, ես առհասարակ չեմ հասկանում սեփական հայրենիքի պաշտոնյայի դեմ այլ երկրում արած բողոքի ակցիան։ Օրինակ նորմալ է, երբ տեսնում ենք, որ որոշ իրադարձությունների ժամանակ օրինակ Ադրբեջանի դեսպանատան դիմաց, անեն ակցիա եւ ասեն ազատ արձակեք գերիներին կամ դուրս եկեք Հայաստանի օկուպացված տարածքներից։ Եթե նման ակցիաներ անեն, ես կհասկանամ դա, կողջունեմ դա, բայց անել սեփական երկրի հայրենիքի, ոչ երկրի, հայրենիքի առաջնորդի, ընտրված առաջնորդի դեմ ես սա չեմ հասկանում։ Հատկապես որ իմ ասած մյուս դեպքում այս անձիկ ակտիվ չեն եւ չեն անում գործողություններ։ Այսա ես չեմ հասկանում։ Չեմ կարող հասկանալ։ Ինչպես նաեւ չեմ կարող հասկանալ, երբ արդեն Հայաստանում երբեմն լինում է, երբ ունենում ենք միջազգային գործընկերների այց եւ էլի Հայաստանի քաղաքացիները ենթադրաբար բողոքի ակցիա են անում էլի ընդդեմ Հայաստանի, բայց օտարերկրյա պաշտոնյայի գտնվելու վայրում օրինակ նախագահական է գնացել ինչ որ երկրի նախագահ, գնում են այնտեղ ակցիա են անում եւ ինչ որ բաներ են պահանջում սեփական երկրից։ Ես այլ տրամաբանությունը չեմ հասկանում։ Իսկ թե Միքայել Աջապահյանը, թե Վազգեն Գալստանյանը, նրանք Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նկարագրված արարքներ են գործել, ինչի համար Հայաստանի Հանրապետությունում ընթանում են նախաքննական գործողություններ եւ ինչ որ երկրում ակցիա անելը չի կարող կամ նրանց հոգեվորական լինելը չի կարող լինել ուրեմն իրենց համար տենց անվտանգության բարձիկ եւ ամենաթողություն։ Դե Միքայել Աջապահյանին մեղավոր ճանաչելուց հետո անմիջապես հայտարարեցին, որ նա քաղբանտարկյալ է։ Սրանք քաղաքական հետապնդումներ բոլոր քաղաքականություն մտած մարդիկ կամ նախապես խոսքը իհարկե այս դեպքում հոգեվորականներին չի վերաբերում առհասարակ ում ասում են քաղբանտարկյալ ուրեմն ի սկզբանե հասկանալով որ իրավապահ համակարգ իրենց ետևից գնում է իհարկե կատարած որոշակի ենթադրաբար կատարած գործողությունների համար նրանք արագ մտնում են քաղաքականություն որպեսզի հետո նման աստարտ տան որ նրանք քաղբանտարկյալ են եւ միգուցե տարբեր միջազգային կազմակերպություններից ակնկալեն հայտարարություններ կամ միգուցե իրենց քաղաքացիության հարց լուծեն միգուցե օրինակ այդպիսի օրինակ էր Գյումրու քաղաքապետի դեպքը երբ Վարդան Ղուկասյանը ոնց որ նախաքննական մարմնից դուրս գալուց հայտարարեց որ ես իմ համար հանգիստ ապրում եի այ հիմա դուք ինձ ստիպեցիք մտնեմ քաղաքականություն այսինքն արդեն ինքը որևէ գործի շրջանակներում հարցակնվում է եւ դուրս է գալիս ասում է այ հիմա ես կմտնեմ քաղաքականություն այսինքն քաղաքականություն մտնել ուղիղ իր արասների համար պատասխանատվության այդ ընթացքում, եւ հիմա եթե վաղը մյուս օրը լինի օրինակ անհրաժեշտություն խափանման միջոցի եւ այլնի կիրառման, այս դեպքում միթե նա չի հայտարարելու, որ ինքը քաղբանտարկյալ է, բայց պետք է հետ գնանք եւ տեսնենք ինչից է սկսել։ Նույն Սամվել Կարապետյան տևական ժամանակ հետի հետ կապված գործողություններ են իրականացվում, տարբեր հայտարարություններ են, հանձնարարականներ են եղել, պաշտոնյաներ են պաշտոնաթող եղել եւ այլն, եւ հետո նոր Սամվել Կարապետյանը հայտարարություն է անում, եւ երբ որ հետ են գնում, հասկանում ենք ինչի հետևանքով ինչ եղավ, այլ բան մարդիկ աղաշատ են խոսում եւ որոշ մարդկանց մոտ ինչ որ տպավորություն է փոխվում։ Վարդան Ղուկասյանը արդեն հայտարարություն արել է, որ ընդդիմադիր համայնքապետերը կամ սպանվում են, կամ ձերբակալվում են, կամ ունեզրկվում են, այսինքն այս իշխանության օրոք նման վտանգ։ Ինքը ունեզրկվել է, թե սպանվել է, իր հետ ինչ է եղել։ Իր հետ ոչինչ չի եղել։ Գոնե իր օրինակով ինքը ավելի վատ հայտարարություն է արել։ Կամ ուրեմն պետք է բոլոր ընդդիմադիրները, բոլորը պատասխանեն հարցին, իրենք եթե Ռուսաստանի միութենական պետության կողմնակից չեն, Ռուսաստանի հետ, ապա իրենք թուրքահապատակ շանվորդի, թուրքահապատակ շանվորդի են։ Եվ հիմա շատ կարևոր է, որ օրինակ նույն իրեն աջակցած քաղաքական ուժերը իրենց պաշտպանյալի, իրենց Գյումրու դեպքում առաջին դեմքի հարցին պատասխանեն։ Իրենք պետականությունը զոհաբերելու կողմնակից են, թե
թրքահապատակ շան որդի։ Ուղիղ իրենց աջակցողների մասին է խոսքը։ Այս ամեն ինչից դուրս է այն հանրությունը, որը չի աջակցել Վարդան Ղուկասյանին։ Տիկին Հակոբյան, շատ է խոսվում, այսպես հակադրվում, այսպես ասեմ, որ եթե դու Ռուսաստանի հպատակը չես, ուրեմն պիտի լինես Թուրքիայի հպատակը, տեսեք, այստեղ էլ հակադրությունը այդպեսին է, որ ճորտի հոգեբանություն է այդ մարդկանց մոտ, որտեվ իրենք ընդունում են իրենց որպես ստրուկ, մտածում են, որ այդ բան է ուղղակի, այտենց կատակ են արել, որ ասել են դուք պետություն եք, դուք ինքնիշխան եք, իրենք նաև այս մարդիկ ովքեր են, որ նման բաներ են ասում, նրանք նախկին իշխանություններն են, չէ՞, շուրջ 3 տասնամյակ Հայաստանը ղեկավարած մարդիկ են, իրենց կուսակցության ներկայացուցիչներ են, իրենց կողմից ղեկավարվող մարդիկ են։ Հիմա այդ մարդիկ ժամանակին ինչպես են ղեկավարել Հայաստանը, ըստ ձեզ, որ մտածում են, որ չկա այլ երկ, կամ դու թրքահապատակ ես, կամ ռսահապատակ ես, չկա այլ երրորդ տարբերակ։ Այսինքն դա նշանակում է, որ իրենք ժամանակին որոշումներ չեն կայացրել, ինչ որ մի հպատակ են եղել։ Իրենք էս են, իրենք հպատակ են եղել եւ չեն կարողանում լինել ինքնիշխան, չեն կարողանում իրենց երկրի համար իրենք որոշում կայացնել եւ իրենց համար սա արդեն նոնսենս է, ոնց Հայաստանը կարող է որոշում կայացնել, ոնց Հայաստանը կարող է իր սահմանապահ ծառայությունը հսկի անցակետը, ոնց Հայաստանը կարող է, հա, ինքը որոշի որտեղ ինչ քվեարկի միջազգային հանրությունում ինչ խոսա, Հայաստանի համար ինչ որոշում կայացնի, դրա համար մեկ ասում են դուք չեք պատկերացնում ինչ կարա լինի, դուք չեք պատկերացնում բավոր Ռուսաստանը, բավոր Իրանը, միշտ էս է եղել հակադրությունը, ասում են Հայաստանը սարքել են բան, հեսա Հայաստանում բախվելու են այս երկրների շահերը, այն երկրների, դուք, որովհետև մենք ինչ որ մի կողմ չենք բռնում, ոնց ասում են Ռուսաստանը չեք աջակցում Ուկրաինայի հետ հակամարտությունում, ոնց, ասում ենք այսպես, մենք Հայաստանի շահն ենք ներկայացնում, մեզ հետաքրքիր չի Ռուսաստանի շահը, մեզ հետաքրքիր չի մեր հարևանների շահը, մեզ հետաքրքիր է Հայաստանի շահը, եւ եթե դա ինչ-որ միտեղ հակադրվում է Ռուսաստանի շահի հետ, ապա կներեք, առաջ մենք ընտրված ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից, որպեսզի ապահովենք մեր երկրի շահը, մեր քաղաքացիների շահը, ոչ թե որևէ երկրորդ երկրի։ Հակոբյան, քանի որ դուք անդրադարձաք նախկին ղեկավարներին ու իրենց կառավարման տարիներին, տեսեք, նախկին ղեկավարների պնդմամբ այս ամբողջ իրավիճակը կոլապսը սրան հանգեցրել է Նիկոլ Փաշինյանը եւ անգամ առաջին նախագահը վերջերս իր հայտնի հայտարարությամբ միացավ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին եւ ինքն էլ պնդեց, որ Նիկոլ Փաշինյանի հայտնի արտահայտության պատճառով է, որ 2020 թվականին տեղի ունեցավ պատերազմը Ադրբեջանի եւ Հայաստանի միջև, նախ ինչպես եք մեկնաբանում սա եւ արդյոք այս խոսույթը վտանգավոր չէ, այսինքն բոլոր նախկին ղեկավարները ըստ էության Հայաստանին, հայ ժողովրդին եւ կամ ուղիղ Նիկոլ Փաշինյանն են մեղադրում պատերազմը հրահրելու, սադրելու մեջ, սա Ադրբեջանի ձեռքում։ Եկեք զգույշ արտահայտություններ չանենք, ուղիղ ասենք, որ նախկին 3 նախագահները իրենց երկրի դեմ սուտ մատնություն են տվել, վերջ, իրենց ճակատին դա գրված է, 3-ն էլ տարբեր շրջաններում հայտարարել են 44-րդ պատերազմից հետո, Հայաստանն է սադրել, հրահրել պատերազմ, Հայաստանն է թիրախավորել է Ադրբեջանի քաղաքացիական ուրեմն հասարակությանը եւ այլն, եւ սա ելի եմ գրքում, սա սուտ մատնություն է, սա անգամ ճիշտ չէ, որպեսզի դու բան անես, ասես լավ դե մեջը գոնե ճշմարտություն կա, ոչինչ որ Հայաստանի դեմ է խոսում, գոնե ասենք ինչ-որ սուտ մատնություն են տվել իրենց երկրի դեմ, սրանով իրենց այսպես ասած խարազան է իրենց համար եւ վերջ։ Ինչ վերաբերում է վարչապետի հայտարարությանը, վարչապետը վերջերս մեր 7-րդ համաժողովի շրջանակում եւս սրան անդրադարձավ, ինչու է արել այդ արտահայտությունը, բայց ասել, որ այս արտահայտության պատճառով է, որ պատերազմ է սկսվել, սա ուղղակի շատ պրիմիտիվ մանիպուլյացիա է, եւ դա ասում է այն մարդը, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ով հենց հիմնադիրն է Արցախը, Հայաստանը եւ վերջ, այսպես ասած գաղափարի, չէ՞, Ղարաբաղյան շարժումը սրա հիմքով սկսվեց, որոշումը ուրեմն Հայաստանի եւ Արցախի վերամիավորման եւ այս տեքստի հեղինակն է Լևոն Տեր-Պետրոսյանը եւ ուրեմն այս մարդը կարողանում է մեղադրել վարչապետին իր գաղափարախոսության համար, ինքը ղեկավարել է երկիրը այդ գաղափարախոսության հիմքով։ Ինչի մասին է խոսքը։
Եվ Տիկին Հակոբյան, նաև Լևոն Զուրաբյանն է հայտարարել, որ 2026 թվականին ամեն դեպքում ՀԱԿ-ը մասնակցություն կունենա, քանի որ հիմնադիր նախագահը մեծ ներդրում է ունեցել խաղաղություն բերելու գործընթացում, իսկ հետագա Լևոն Զուրաբյանը։ Եկեք խոսենք առաջին նախագահից, ով է Լևոն Զուրաբյանը, որ իրեն ինչ որ բան պատասխանենք։ Ինքը կարող է Լևոն Տեր-Պետրոսյանի անունից ինչ որ բան գրել եւ Լևոն Տեր-Պետրոսյանի անունից հայտարարել, դիտի բան ունի ասել, թող Լևոն Տեր-Պետրոսյանի անունից հրամցնի, մենք էլ Լևոն Տեր-Պետրոսյանին պատասխանենք, ինքն էլ իր հարցի պատասխանը ստանա։ Այսինքն ասում է, որ ամեն դեպքում մնացած ղեկավարները շեղվել են այդ խաղաղության ուղուց եւ հիմա նաեւ շատ են քննադատում օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթերը, խաղաղության նախաստորագրված պայմանագիրը, այսինքն իրենց կարծիքով էլ սա ոչինչ չտվող փաստաթուղթ է, խաղաղություն չբերող փաստաթուղթ է։ Լևոն Զուրաբյանը նաև ես հիշում եմ, որ հայտարարում էր, որ մենք միջանցք ենք տվել, այ կտեսնեք, որ մենք միջանցք ենք տվել։ Բան չունի ասելու քաղաքացիներին, թե էլի բան է անում, պայքարում է DVD-ի համար։ Ինչ է անում։ Միջանցք ենք տվել, թե ասում են ներողություն, ես սխալվել եմ, իմ ինֆորմացիան սուտ էր։ Այդ մարդը պատասխանել է ինչ որ մի հատ իր բան արած, աղաղակած իր կարծիքով փաստից։ Երբ որ պատասխան կտա կհասնենք իրեն մյուս հայտարարություններին։ Իսկ Հայաստանը ինչ է արել, ինչ է նշանակում Հայաստանի համար, մեր ապագայի համար, մեր ներկայի համար, Միացյալ Նահանգներում ստորագրված, նախաստորագրված փաստաթղթերը, սրա մասին մենք տարբեր առիթներով խոսել ենք եւ ես կարծում եմ անգամ ավելորդ է նորից կրկնել, թե ինչքան կարեւոր են այդ համաձայնությունները եւ դրա արդեն գործարկումը, դրա կյանքի կոչումը եւ այսօր բոլոր քաղաքացիները իրենց մաշկի վրա արդեն իհարկե խաղաղությունը զգում են հետագայում արդեն առևտրի ենթակառուցվածքների ապաշրջափակման սահմանների բացման արդեն որ իրողություն կդառնա այդ ժամանակ արդեն այդ ավելի այսպես ազդեցությունը մեծ կլինի բոլոր քաղաքացիները արդեն իրենց մաշկի վրա կզգան դրա առավելությունները Եվ Տիկին Հակոբյան, իրական Հայաստանի գաղափարախոսությունը ինչ որ իմաստով արդեն կյանք է ստացել, այն թղթին է հանձնվել եւ այս գաղափարախոսության հետ էլ ընդդիմությունը մեծ հակասություններ ունի։ Երեք ես ձեր ընդդիմադիր գործընկերներից մեկին էի լսում, որը պնդում է, որ սա ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի պահանջ եւ իրական Հայաստանի գաղափարախոսությամբ այս կոնցեպտով Ադրբեջանի ձեռքերն է լվանում իշխող կուսակցությունը։ Կա նման միտում։ Ադրբեջանի ձեռքերը լվալու լավագույն օրինակը 3 նախագահների հայտարարությունն է, սուտ մատնությունն է Հայաստանի դեմ, որ մենք ենք պատերազմ հրավիրել եւ սադրել։ Սա լավագույն ձեռքերը լվալն է Ադրբեջանի, որովհետև Ադրբեջանն է հրահրել, հարձակվել, թիրախավորել, խաղաղ բնակչության զոհեր ունենք, բռնի տեղահանում ունենք, սրա մեջ մեղավոր է ուղիղ Ադրբեջանը։ Երբ որ մեր 3 նախագահները նախկին հայտարարում են, որ դրա մեջ Հայաստանն է մեղավոր, ուղիղ սրբագրում են, ուղիղ մաքրագրում են, ուղիղ պարզաջրում են, այսպես ասած, Ադրբեջանի կատարած հրեշավոր գործողությունները։ Սա դրա հետ կապված ինչ վերաբերում է ուրեմն մեր գործողություններին իսկ ինչու իրենք չեն ընդունում իրական Հայաստանի գաղափարախոսությունը ինչու չեն ընդունում որովհետև այն շրջանում երբ որ եղել են իշխանություն իրենք չեն ընդունել Հայաստանը այնպիսին գոնե չեն ցույց տվել որ ընդունում են Հայաստանը այնպիսին ինչպիսին կա այսինքն տեսեք ինչ վերաբերում է Ղարաբաղին իրենք ամբողջ ընթացքում Ղարաբաղի հարցի կարգավորման, այս լուծման շրջանակում աշխատել են նրա վրա, թե ինչպես հանձնել Ղարաբաղը։ Այսինքն փաստաթղթերով ամեն ինչ այդպես է, ինչպես հանձնել Ղարաբաղը։ Փաթեթային տարբերակով, փուլային տարբերակով, ամբողջությամբ, մաս, հերթով, այսօր վաղը։ Սրա հետ կապված են բանակցել, ոչ թե ինքնորոշման եւ այլնի։ Ինչ վերաբերում է մնացածին, ապա եկել են եւ հասարակության առաջ կանգնել են, այո, այդ գաղափարը Արցախը, Հայաստանը եւ վերջ գաղափարը բոլորին ներարկել են մանկապարտեզից սկսած մինչեւ ուրեմն գիտակից մարդիկ եւ հիմա էլ մենք իհարկե բարձրաձայն խոսում ենք իրականության մասին, մենք այդ ճառերից այն կողմ ենք անցել, հա, մենք իրականությունը ցավոտ է, բայց պետք է խոսել իրականության մասին։ Խոսում ենք, բայց էլի հակադրության հանդիպում ենք։ Այսինքն մարդիկ էլի այդ իրենց տարիներով ստացածը, այդ ինֆորմացիան, այդ կենացները նստված կա տվել։
Այսօր դժվար է մարդկանց անգամ հիմա այսօր պոպուլյար չի ընդունել իրականությունը։ Իրենք չեն ընդունում իրական Հայաստանի գաղափարախոսությունը, որովհետև երես չունեն կանգնեն ասեն, հա ճիշտ են ասում ես մարդիկ։ Հայաստանը 29743 քառակուսի կիլոմետր տարածքով երկիր է եւ վերջ։ Իրենք չեն կարողանում սա կանգնեն հայտարարեն, որովհետև դրանից առաջ արել են բազմաթիվ այլ հայտարարություններ, ավելի մեծ Հայաստանի, Արցախի Հայաստան լինելու հետ կապված, մեր մնացած հարևաններից տարածքային պահանջների հետ կապված հայտարարություններ են արել։ Ինչու է այսօր տենց հակազդեցության առաջանում Արարատի հետ կապված խոսակցությունը։ Ով չգիտի, կարող է մեկը կանգնել ասել ոչ, Հայաստանը Արարատ լեռը Հայաստանում է։ Չեն կարող նման բան ասել։ Տիկին Հակոբյան, դուք ձեր խոսքում կենաց ասացիք, ձեր ընդդիմադիր դաշնակցական գործընկերը երեք պնդում էր, որ ինչ ասել է այստեղ հաց, այստեղ կաց, դա կենաց է հենց դա իրենց ենթադրում է գաղափարախոսություն է։ Դա նշանակում է լավ կյանքի ավելի բարեկեցիկ իրավունքների պաշտպանված, հա, պետություն փնտրելը մարդկանց բերել է նրան, որ արտագաղթել են գնացել են այլ երկրներ, հա։ Այդ նույն ընդդիմադիր գործիչն ասում էր, Ճապոնիայում էլ ավելի լավ է այդ առումով օրինակ, հա։ Այսինքն մենք ասում ենք այս մեր երկրում, ձեր հայրենիքում, մեր պետության մեջ ձեր իրավունքները պաշտպանված են։ Դուք կարող եք ազատ աշխատել, ունենալ բիզնես եւ փայատերներ, չհայտնվեն ձեր բիզնեսին։ Ձեր իրավունքները պաշտպանված են, ձեր ազատ խոսքը պաշտպանված է, արդարադատություն Հայաստանում կա։ Ասում ենք, եկեք, այստեղ է հացը եւ այստեղ է կացը։ Եկեք եւ ձեր հայրենիքում գտեք ձեր հացը եւ մնացեք Հայաստանում։ Սա մեծ գաղափարախոսություն է եւ ես ձեզ ասեմ, շատ մարդիկ, որ 90-ական թվականներից արտագաղթել են, նրանք մի մասը այո արտագաղթել է, որովհետեւ այդ մութուցուրկ տարիներ են եղել, դժվար է եղել, բայց ու ձեր շրջապատում էլ հաստատ կան մարդիկ, բոլորիս ընտանիքներում կան մարդիկ, որոնք այդ թվականներից սկսած արտագաղթել են տարբեր երկրներ։ Եթե դուք իրենց հետ խոսեք, ոչ բոլորի առաջին մոտիվացիան է եղել գնալը հենց այդ պատճառով, որ մութ էր, ցուրտ էր եւ այլն։ Շատերի համար նաեւ պատճառ է եղել, որ իրենց իրավունքները պաշտպանված չեն։ Իրենք որպես մարդ անհատ իրենց համանդրական իրավունքները պաշտպանված չեն։ Իրենց ազատ խոսքը ապահովված չի, արդարություն չկա։ Այդ արդարության փնտրտուքն է նաեւ բերել նրան, որ մարդը գնա եւ ուրիշտեղ փնտրի դա իր երեխաների համար։ Հաջորդ հարցը, որ շատ են ընդդիմանում Տիկին Հակոբյան, դա սահմանադրական հանրաքվեն է, եւ սա էլ գիտեք, տևական ժամանակ եւ հաթեթավորվում է որպես Ադրբեջանի եւ կամ անձամբ Իլհամ Ալիևի պահանջ, եւ ընդդիմությունը արդեն հայտարարել է, որ ամեն ինչ անելու է միասնաբար, որպեսզի սահմանադրական հանրաքվեին հանրությունը իրենց բառերով ասած Ադրբեջանի պահանջով սահմանադրական հանրաքվեին հանրությունը գնա եւ ասի ոչ։ Հիմա այս առումով մտավախություններ չունեք, արդյոք, քանի որ սահմանադրական հանրաքվեն արդեն կոպիտ ասած թիրախավորվել է ընդդիմության կողմից եւ ներկայացվում է հակառակ պատկերը, որ սա Ադրբեջանի պահանջն է, սա մեզ պետք չի։ Տեսեք, մեր առաջարկած իրական Հայաստանի գաղափարախոսությունը պետք է արտացոլված լինի նաեւ մեր հիմնարար փաստաթղթերում, մեր օրենսդրությունում, այսինքն դա ուղղակի ինչպես ընդդիմությունն է ասում, կենաց չէ։ Ասենք ու անցնենք առաջ։ Դա պետք է գործնականում արտահայտված լինի։ Հիմա որպեսզի գործնականում արտահայտված չլինի, պետք է փաթեթավորել ամեն ինչը Ալիևի պահանջով։ Այսինքն, ինչ ուզում եք արեք Հայաստանում, դուք տեսած կլինեք, որ ընդդիմությունը առաջին ասում, այս Ալիևի պահանջն է։ Հիմա որ մի Հայաստանի Հանրապետության քաղաքացին կգնա ասի, ես Ալիևի պահանջով այսինչ բանը անում եմ։ Ոչ մեկ։ Դրա համար հարմար է այդպես փաթեթավորել։ Բայց մենք ժամանակ ենք ունենալու մեր քաղաքացիներին բացատրելու, փաստաթուղթը նախագիծը նոր սահմանադրության լայն քննարկումների միջով է անցնելու եւ մասնագիտական հանրույթը եւ մեր բոլոր քաղաքացիները ծանոթանալու են այն փաստաթղթին, որը պետք է ընդունեն եւ որով պետք է առաջնորդվեն որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ վստահ եմ, որ մենք կարողանալու ենք կոմունիկացնել մեր հասարակության հետ եւ ուղղակի տենց ես ասենց ասեմ, անգամ այնքան են ասել Ալիևի պահանջով, արդեն այդ Ալիևի պահանջով ինչ որ մի բան անելը իր արժեքն է բան արել,
կորցրել, հասկանում եք։ Արդեն այնքան են ասել մարդու մոտ էլ բան չի առաջանում, չէ՞, հակազդեցություն։ Այնքան են ասել մարդը ասում է դե հերթական սուտն է, էլի։ Այսինքն անգամ դա էլ արժեք չունի, կարծում եմ, մեր քաղաքացիների մոտ։ Եթե դա մի անգամ ես ասում, որ սա Ալիևի պահանջով է, մի արեք, դա կարող է ազդեցություն ունենալ։ Երկրորդը կարող է մի քիչ ազդեցություն ունենալ, երրորդը կարող է քիչ ազդեցություն ունենալ, բայց 10-20-րդ անգամ էլ այդ ազդեցությունը չի ունենալու, որովհետև ամեն նախորդ անգամը, երբ որ դու ասել ես, ինչ որ քեզ հավատացող հանրության մի մաս հասկացել է հակառակը, որ սուտ ես ասում, որ դա այդքան էլ այդպես չի, որ դա բացարձակապես այդպես չի։ Դրա համար արդեն դա էլ արժեք չունի, այդ առումով եմ ասում։ Թե չէ ոչ մի Հայաստանի Հանրապետության քաղաքացի ի սկզբանե չի գնա եւ չի ընտրի Ալիևի պահանջով ոչինչ։ Դա նորմալ ռեակցիա է, որտեղ մենք բարեկամական երկրներ չենք։ Մի բան է, որ օրինակ Մակրոնն ասի մի բան է, որ Ալիևն ասի։ Սա հասկանալի է, նուրբ պահ է։ Բայց մենք տևական ժամանակ ունենք, ելի եմ ասում, մենք բացատրելու ենք, մենք նախագիծը դեռ չունենք, որ շոշափենք եւ ցույց տանք, եւ շատ հարցերի պատասխաններ էլ բնականաբար չունենք, որովհետեւ սահմանափակ թվող մարդիկ են հիմա աշխատում նախագծի վրա, եւ երբ որ լինի, արդեն շատ ակտիվ կկոմունիկացնենք, հասարակության բոլոր հարցերին կտրվեն իրենց հուզող հարցերին պատասխանել եւ ես վստահ եմ, որ այս կոմունիկացիայում եւս մենք կհաղթենք ոչ թե ընդդիմության էլի նույն մանիպուլյացիաները։ Լավ, հիմա Ալիևի պահանջներին գանք եւ խոսույթուն ՄԱԿ-ում Ալիևը ելույթ է ունեցել ու կրկին Տիկին Հակոբյանն ասել է, որ Թրամփի ուղին ապահովելու է անխոչնդոտ ճանապարհ Զանգեզուրի միջանցքով։ Գիտեք, որ տևական ժամանակ է այս խաղաղության պայմանագրից հետո, անգամ նախաստորագրված պայմանագրից հետո այս խոսույթը չի դադարում, Ալիևը պարբերաբար արդեն քանիցս կրկնել է այս թեզը Զանգեզուրի միջանցքը, արդյոք սա խաղաղություն գնացող առաջնորդի խոսույթ է եւ սրանով ինչ խնդիր է լուծում Ալիևը։ Միաժամանակ նաեւ խոսել է, որ պարտադիր է գնալ խաղաղության, ճանապարհների ապաշրջափակման։ Ընդամենը 1 ամիս առաջ էլի նույն կլոր սեղանի շուրջ Ալիևը նմանատիպ ելույթ ունեցավ եւ ներկա էր նաեւ վարչապետը, որը ուղղեց եւ ասաց, որ այդպես չէ, մենք սա մեր պայմանավորվածություններին հակասող խոսակցություն է եւ բառամթերք է, ճանապարհը այսպես կոչված բան չէ, Զանգեզուրի միջանցք չէ, այլ Թրամփի ուղի է կոչվում եւ այլն եւ այլն։ Եվ ամեն անգամ հնարավոր չէ պատկերացնել, որ որտեղ Ալիևը կասի դա, վարչապետը հանկարծ կհայտնվի եւ հակազդեցություն կունենա։ Սրա համար պետք է ուղղակի մենք բոլորս, այստեղ կարևոր է մեր քաղաքացիները։ Միայն մեր քաղաքացիներն են կարևոր։ Մեր քաղաքացիները կարող են կարդալ փաստաթուղթը եւ վստահ լինել, որ չկա միջանցքի տրամաբանություն, չկա արտատարածքային որևէ տրամաբանություն, կա մեր իրավազորության, ինքնիշխանության ներքո բացվող ենթակառուցվածք, իրավազորություն ինքնիշխանությունը, սա հականիշներն են հենց միջանցքին, որտեղ միջանցքը դա արտատարածքային է, այստեղ տարածքային ամբողջականությունը չի կարող երկրի հարգվել, բայց այդ նախադասությունը եթե փաստաթղթում կարդան, առաջի բանը որ գրված է, դա երկրների տարածքային ամբողջականության հարգման շրջանակում բացվող ճանապարհի մասին է խոսում։ Եթե տարածքային ամբողջականությունը հարգվում է, միջանցք չի կարող լինել, որտեղ միջանցքը արտատարածքային է։ Չի ենթարկում այդ երկրի ոչ մի մարմնին, ոչ անվտանգության, ոչ մաքսային ծառայության, ոչ մի մարմնի չի ենթարկվում։ Իսկ այս փաստաթղթում ուղիղ ֆիքսված է մեր թե իրավազորությունը, թե ինքնիշխանությունը, թե տարածքային ամբողջականությունը, թե փոխադարձելիությունը, այսինքն այն առավելությունը, որը կարող է լինել Ադրբեջանից Նախիջևանի կապող ուղու հետ կապված, նույն կերպ լինելու է Հայաստանի համար, Հայաստանի մի սահմանից մյուս տարածք, մի տարածքից մյուս տարածք տեղափոխման համար։ Այսինքն ես ճիշտ հասկացա, որ ամեն դեպքում այս խոսույթը չի կարող վնասել խաղաղության բուն գործընթացին եւ կողմերը որքան էլ որ յուրաքանչյուրը իր խոսույթով հանդերձ գնում է այդ ճանապարհով դեպի խաղաղություն նկատի ունեմ։ Տեսեք, մեծ հաշվով հա, ազդեցություն ունենում է դա չի կարող ազդեցություն չունել, որովհետև երբ որ մի դրական ելույթ է լինում, մի դրական մեկնաբանություն է լինում թեկուզ Ադրբեջանի կողմից, դա Հայաստանում վստահության մթնոլորտ է, հա, բերում, այսինքն վստահություն առ ենթադրենք Ադրբեջան, որը բարդ է, բայց կաթիլ պետք է հավաքվի միմյանց նկատմամբ վստահությունը։ Եվ հակառակ խոսույթը, հակառակ
ռեակցիան է բերում մեր քաղաքացիների կողմից։ Ամեն անգամ ինչի Ադրբեջանում չգիտեն, որ ամեն անգամ Զանգեզուրի միջանցք տերմինն ասելուց, այստեղ մենք վեր ենք թռնում։ Գիտեն, բայց մենք ասում ենք պետք չի միայն խոսակցությամբ վեր թռնել։ Պետք է նայել ինչի տակ է ստորագրված, ինչի նաև վկայությունը կա Միացյալ Նահանգների, հա։ Եվ այստեղ բացարձակ ոչ Զանգեզուր բառը կա, ոչ Միջանցք բառը կա, ոչ դա նկարագրող այլ տերմիններ կան։ Կա դրա հակառակը փաստող բառեր, տերմիններ, նախադասություններ, հիմքեր։ Սա է կարևոր։ Եվ չեմ կարող ասել, որ դա չի ունենում ազդեցություն, իհարկե ունենում է, բայց սա մեծ հաշվով հենց Ադրբեջանի շահերից էլ չի բխում, որովհետև եթե մենք իրականում գնում ենք խաղաղության, կարևոր է, որ փոխադարձ վստահություն լինի իրար մեջ։ Բարդ բան եմ ասում, բայց պետք է քիչ-քիչ վստահություն լինի իրար հանդեպ։ Եվ իզուր չեմ ասում, որ այստեղ օրինակ ես ոգևորություն նկատում եմ, երբ որ Ալիևը մի դրական կառուցողական նախադասություն է ասում։ Իհարկե լինում է։ Որտեղ բոլորն են ուզում խաղաղություն, բոլորը։ Անկամ դրա դեմ պայքարող ընդդիմադիրները էլի ուզում են խաղաղություն։ Որտեղ իր կուսակցական ընկերն էլ է զոհվում, իր հարևանն էլ է զոհվում։ Ոչ մեկ չի ուզում, որ նման բան լինի։ Բոլորն են ուզում խաղաղություն, եւ խաղաղությունը նպաստում են նույն հայտարարությունները, բայց մեծապես այն ինչի տակ ստորագրված է դա է նպաստում։ Կանք նաև ներքաղաքական զարգացումներին Տիկին Հակոբյան օրերս Նարեկ Կարապետյանը հայտարարեց, որ ինքը ի պաշտոնե հեծից աշխատավարձ չի ստացել, ինքը հրաժարվել է դրանից ավելի ուշ։ Ռոմանոս Պետրոսյանը սոցցանցի իր էջում հրապարակեց տեղեկություններ, որ Նարեկ Կարապետյանը հեծի տնօրենների խորհրդի նախագահի տեղակալի պաշտոնավարման ընթացքում 2017-ից 24 թվականներին գրեթե 400 միլիոն դրամ աշխատավարձ է ստացել։ Ամսական շուրջ $8,000 չափով աշխատավարձ է ստացել Նարեկ Կարապետյանը, հետո մեկնաբանեց Կարապետյանը դա, որ ինքը դա փոխանցել է Տաշիր բարեգործականին։ Այսինքն այսպիսով դա անգամ այդպես էլ մեկնաբանեց, որ ԿՊԱ-ականների բոլոր թեզերը ջախջախված են, որովհետև իրենք ինձ մեղադրում են հիմա էլ աշխատավարձ ստանալու համար, այնինչ ես աշխատավարձ ստացել եմ, ուղղակի դա ուղղել եմ Տաշիր բարեգործականին։ Երբ որ դու ստանում ես այդ աշխատավարձը, ոչ թե հետ ես վերադարձնում, ոչ թե հրաժարվում ես, դու արդեն տնօրինում ես այդ գումարին, վերջ։ Հիմա ով կարող է ասել, ես իմ աշխատավարձը ինչ եմ անում։ Օրինակ, արդյոք ես բարեգործություն չեմ անում։ Արդյոք ես ինչ որ կարիքավոր մարդու չեմ օգնում, ինչ որ ուսանողի չեմ օգնում։ Ոչ մեկ չի կարող դա ասել, որովհետև ես դա տնօրինում եմ։ Ես վերցնում եմ պետությունից հարկերից գոյացած գումարը եւ որոշում եմ ինչ անել, հա, դնել բարձից տակ, ծախսել, շոփինգ անել, թե ուղղել ինչ-որ մի կարիքավոր քաղաքացու կարիքներին։ Տնօրինելը սա է նշանակում, բայց եկեք Տաշիրից հեծից աշխատավարձը, բոլոր աշխատավարձները սակագնի մեջ են ներառված։ Այսինքն մենք օգտագործելով, հա, հեծի տված հնարավորությունը, լույսը, հոսանքը, վճարում ենք այդ սակագնի մեջ, ներառված է նաև նույն 400 միլիոն Նարեկ Կարապետյանի։ Այսինքն մենք ենք դա վճարում։ Ինքը որոշում է ինչ անել։ Ինքը իր Տաշիր անունը կրող հիմնադրամին է փոխանցում։ Ինքը տնօրինում է ոնց ուզում է։ Հետո ընդեղ ինչ է լինում արդեն։ Քաղաքացին ինչ է իմանում, ինչ է լինում։ Այսինքն դա մասամբ չի ստացվում, որ մի գրպանից հանես նույն։ Իհարկե դա է նշանակում, բայց դա իր գրպանը չէ, ես դա եմ ուզում ասել։ Ինքը իր գրպանից չի հանում դնում իր գրպանը։ Ինքը մեր գրպանից է հանում, որովհետև աշխատավարձը ներառված է սակագնի մեջ։ Սակագինը վճարում են Հայաստանի քաղաքացիները, ովքեր օգտագործում են լույսը։ Այսինքն, եթե Նարեկ Կարապետյանը 400 միլիոն աշխատավարձ չստանար, Հայաստանի Հանրապետության քաղաքացին 400 միլիոնով քիչ լույսի փող կմուծեր։ Հասկանում եք տարբերությունը որն է։ Այսինքն դա իր գրպանից չի հանում դնում իր գրպանը։ Դրա համար թող չասի ես հրաժարվել եմ։ Դա չի նշանակում, որ հեծի տնօրենների խորհրդի, չգիտեմ ինչը, պետք է աշխատավարձ չստանա, նորմալ է որ կստանա, բայց պետք չի դա շահարկել, որովհետև քաղաքացին վճարում է, դու դնում ես գրպանդ, հանում ես, արդեն ինչ ես անում, քո գործն է։ Մի ասա, որ ես աշխատավարձ չեմ ստացել։ Ասա ստացել եմ, բան եմ արել, ինչ ուզել եմ արել եմ, եւ նորմալ է, ասենք որ աշխատավարձ է ստացել։ Դա շատ նորմալ է, բոլորն էլ աշխատավարձ են ստանում։ Անկամ իր նման ապահոված մարդը
իր բիզնեսում նորմալ է որ աշխատավարձ է ստանում եւ աստղաբաշխական։ Եվ այս ապաքաղաքական ուժը, ինչպես իրենք են իրենց բնորոշում, հավակնում է լինել գլխավոր հակակշիռը իշխանության։ Դուք տեսնում եք արդեն այդ մրցակցությունը եւ կամ այդ հնարավորությունները, նաեւ որ վերջին շրջանում շատ են լինում տարբեր մարզերում, խոստանում տնտեսական վերելք, գյուղատնտեսության զարգացում, ասենք կարող է ինչ-որ բան։ Քանի որ Նարեկ Կարապետյանը ապաքաղաքական մարդ է, ես ակնկալում եմ, որ իր պապան ու հոպարը կգան կմտնեն իրենց դեմքով, հա, ինչ որ ժամանակ կգա միգուցե, հա, չէ՞ որ իր հայրը Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար եղած, գերագույն իրենց մարմնի անդամ ընտրված մարդ է, կգան եւ կասեն ինչ են ուզում։ Հիմա իրենց տղան հասկանում եմ, տենց բաղացնում է հասարակությանը, բայց միջև բուն նախընտրական շրջան, բայց ես իմ աղջիկը դեռ փոքր է որ պատասխանի Նարեկ Կարապետյանին։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ զրուցում էի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հետ։ Կհանդիպենք։